Նախ շնորհավորում եմ բոլոր հարկ վճարողներին։ Իսկ կարևորությունը ինձ թվում է, որ պարզ է, եթե մենք ուզում ենք ապրել գեղեցիկ երկրում, որտեղ որ ճանապարհները իդեալական են, կամուրջներ ունենք, ծառերը բարձր են, բերք են տալիս, մարդիկ երջանիկ են, ուրեմն պետք է հարկեր վճարենք։ Եթե մենք այս պետության քաղաքացի ենք, պահանջելուց բացի պետք է հասկանանք, որ ունենք պարտականություններ, որոնք որ պետք է կատարենք։ Ուզում եմ շեշտել, որ մեր քաղաքի, մեր երկրի բարօրության համար են այս հարկերը, այս գործընթացը։ Հորդորում եմ, որ ժամանակին մի զլացեք։ Եվ կարելի է ասել, որ սիրով անենք, որովհետև մեր նոր սերնդի, մեր բալիկների, մեր մեծերի, ի վերջո մեր բոլորի համար են հարկերը գանձվում։ Ինչ-որ մեկի համար իհարկե կարծիքը սուբյեկտիվ է, նորմալ է, որևէ մեկի համար նորմալ չէ, մարդկանց երբեմն հետաքրքրում է, օքեյ, հարկը վճարեցիր, ուր է գնում ի վերջո։ Ես այն մարդկանցից եմ, որ եթե կա օրենք, սահմանված կարգ, չափ, եթե դու ունես իրավաբան ես պարագայում, հաշվապահ, ով քեզ բնականաբար մասնագիտական ուղղվածություն է ցույց տալիս, միանշանակ այդ ամենը օրենքի շրջանակներում ինչու ոչ պիտի արվի, որովհետև ի վերջո մենք ձգտում ենք, չէ, քաղաքակիրթ ժողովուրդ եւ երկիր համարվելուն, ինչու ոչ։ Հարկ վճարել առաջին հերթին դա տիրոջ զգացողություն է։ Ես տեր եմ իմ երկրի, ես տեր եմ իմ ճակատագրի, թե ես պարզապես այստեղ ժամանակավոր եմ։ Ուզում ենք ամբողջ ժամանակակից բանակ արտավորենք հարկ վճարել։ Ուզում ենք ունենալ լավ առողջապահություն, հարկ պետք է վճարել։ Ուզում ենք ունենալ առաջադեմ կրթություն, ևս հարկ պետք է վճարենք։ Ուզում ենք ապրել մաքուր երկրում, հարկ պետք է վճարենք։ Սա ծանր պարտականություն չէ, սա հաճելի պարտականություն։ Շատ հաճախ մենք ուզում ենք օգտվել, բայց օգտակարության մշակույթի մասնակից լինելու կարևորագույն process-ից փորձում ենք խուսափել։ Իմ փոքրիկ ներդրումը, պարտականությունը գումարվելով իմ ընկերոջ, իմ հարևանի, իմ աշխատակցի, թույլ տվեք ասել, քրտինքի կաթիլները գումարվելով իրար, ջրում են այն ծառը, որը պտուղ է տալիս բոլորին։ Եվ այդ պտուղը հավաքելու ժամանակ արդեն ցնծություն եւ ուրախություն է բոլորի համար։ Ուրեմն պիտի միանգամից ոչ թե մտածենք պտուղը հավաքելու մասին, այլ պիտի մտածենք ինչպես ենք տնկում այդ ծառը, ինչպես ենք մեր քրտինքով ջրում այդ ծառը, որպեսզի ծառը վերադարձնի մեզ իր բալիկը։ Հարկ վճարելը իմ կարծիքով քաղաքացիական հասունության վկայությունն է։